ընկերությունը ասում ես դե հայտարարություն տեղադրելու համար պետքա վճարես։ Կասի վայ, այդ ինչ հաստիկ է, որ ես մի հատ էլ իր համար վճարեմ։ Շատ հաճախ գործարարը ինքը չի տեսնում HR-ի այդ զարգացնող հատվածը, հա, թե ինքը ինչ process-ներ ու համակարգեր կարա ներդնի ընկերությունում, որտեղ պարզապես տեղյակ չեն։ Որովհետև ընկերության հաշվապահը ինքը օրինակ զբաղված է իր հաշվապահական գործերով, ինքը չի նայելու օրինակ վաճառքի թիմում խնդիր կա, գնա ղեկավարին ասի, արի այս խնդիրը մի հատ հասկանանք, ինչը ոնց կազմակերպենք։ HR-ի դերը ներկայությունը ֆիզիկապես դա անփոխարինելի է մասնագետ, որը պետք է ապրումակցի, որը պետք է հասկանա աշխատակցին, իրենց խնդիրները, հույզեր, իրենց մոտիվացիան, իրենց զարգացման պլանը, հեռանկարը, ընկերության բրենդինգը, մշակույթը։ Շատ հաճախ գործատուն ոնց է նայում, մտածում է, հա, դա էս մի գործը, որ անում է, կարա էս մյուսն էլ անի, այսինքն ոչինչ կգա, ընթացքում կասեմ ադմինիստրատիվից բացի դու նաև կարող ես օրինակ զբաղվել մի քանի այլ գործերով ընթացիկ։ Այսօր մի պարզ բան պետք է ֆիքսել ու հասկանալ, վերջացել է այն ժամանակը, որ մենք աշխատողի վրա կամ այդ հավաքագրման ու մնացած process-ների վրա առանց ինչ-որ ներդրում անելու պետք է կարողանանք, այո, կարող ենք ինչ-որ լավ արդյունքներ ունենալ։